Պարմանության հերթական անգամ ականատեսն են դառնում հարուցված քրեական գործի նոր կանոնավորման միջնորդության, ասում են ընտրակաշառք բաժանվել։ Իրականում այլևս իրավապահ մարմինների մեղադրանքները հարուցված քրեական գործերը այնքան անվստահություն են հարուցում, որ որևէ մեկը որևէ բանի չի վստահում եւ բնականաբար այս դեպքում ակնառու քաղաքական շարժառիթ է ուղղակի իրավապահ համակարգում մարդկային բարոյական բոլոր նորմերը այնքան են գանկ եղել, այնքան են անկում ապրել, այնքան են իրենք շրիշակից ներքև, որ նույնիսկ հաշվի չեն առնում, որ ինչ որով են դերբական։ Խաչիկը իրականում եթե ուրիշ մարդու դեպքում լիներ դեռ մտքի ծայրում մտածել լավ ընտրություն է, միգուցե, բայց հարյուրավոր երիտասարդներ ուսանել են Գալստյան Խաչիկի դասախոսություններով ես իմ աշխատանքային գործունեությամբ գիտեմ թե ինչ վերաբերմունք է, այսինքն այսօր մի գրառման մեջ մի կարևոր մատնանշում է անում։ Հիմա դրանից հետո թող միջազգային հարաբերությունների հանրային կառավարման ֆակուլտետում որևէ դասախոս, որ ձայները կտրում են այս անարդարություններից, դասավանդի ենթադրենք ժողովրդավարությունը Հայաստանում։ Տեսնում եք ուսանողները ինչպիսի վստահությամբ ու զգացումով են լսելու այդ դասերը։ Բայց սա լավ, այսպես ասեմ, մի շաբաթ առաջ էր երևի մամուլով էլ եղավ տեղեկություն, Իշխան Սաղաթելյանը հետ հանդիպել ենք հայրենի կուսակցություն ներկայացուցիչները, նաև Խաչիկն էր ներկա ու հստակ էր, որ այս իշխանությունները այս ընտրական նախապատրաստական աշխատանքներում լայնածավալ բռնությունների արշավ են սկսելու եւ նաև քննարկում են, որ քաղաքական բոլոր ուժերը այս հարցում միասնական պետք է փորձեն դիմագրավել։ Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է իր հնարավոր ամեն օր դրա ականատեսն ենք լինում եւ իրավական առումով եւ քարոզչական առումով այդ իշխանական քարոզչա մեքենայով եւ սա դրսևորումներից է ինչպես հակազդել ամենակարևորը այստեղ դատարանի դեմը կանգնելուց սկսած ամեն օր սրա մասին ահազանգելով, ամեն օր բողոքելով, հասկանալով, որ հա եվրոպացիները քարտ բլանշ են տվել այս իշխանությանը, ամեն ինչ անելու են Եվրոպան, Թուրքիան եւ Ադրբեջանը, ամեն ինչ անելու են այս իշխանության վերարտադրման, բայց պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ հասկանան, որ այս ամենը կատարվելու է ոչ հիշա Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ իհեչուկս Հայաստանի եւ հայ ժողովրդի, որպեսզի Հայաստանում կարողանան վերանշանակել օկուպացիոն վարչակազմ։ Պարոն Մանուկյան, տարբեր ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու վերաբերյալ կոչ են անում մյուս ընդդիմադիրներին միանալ ընդհանուր վարչապետի պաշտոնից թոշակի ուղարկելու վերաբերյալ այդպիսի ձևակերպումներ են հնչեցրել այս առումով Հայաստան խմբակցությունը քննարկումներ անում է մյուս ընդդիմադիրների Հայ եկել ենք մենք Գալստյան Խաչիկի Դուք ասում եք, որ պետք է քայլեր ձեռնարկել։ Հա, եւ դրա համար, այսինքն հիմա ես որպես գործընկեր եմ ասում, որպես լրագրող եմ ասում, դուք հարցը տվեցիք, պատասխանը գիտեք, որ Հայաստան խմբակցության մաս կազմող Հայ-Հեղափոխական դաշնակցությունը իր դիրքորոշումը հայտարարել է, որ 2026 թվականի սկզբին ժողովների կայացումից, որոշում կայացումից հետո կհրապարակի։ Մենք այսօր ամեն վարքյան պետք է շատ ավելի կարևոր հարցերի մասին խոսենք, որոնցից մեկը քաղաքական հետապնդումներն են, որոնցից մեկը այն ներողություն հեռուստադիտողից եւ բոլորիցս թուլափայ է, որ Թուրքիան օրինակ 3 նետել է հայ ժողովրդին իբր ներկայացնելով այդ տեսեք ինչ կարևոր ձեռքբերում է ունեցել իշխանությունը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ խափում են երեկվա ամբողջ Թուրքիայի հետ իբր համաձայնությունը լոկ թուրքական շահերի սպասարկում է եւ թուրքերը խորհրդանշական մի ժեստ արեցին, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ այստեղ հպարտանա, թե տեսեք թուրքերի հետ հարաբերությունները կարգավորում են, ինչպես Ադրբեջանի դեպքում է։ Պետք է հնարավորինս շատ ուժեղ մարդիկ հասկանան Հայաստանում օկուպացիոն իշխանության վերարտադրման համար թուրք-ադրբեջանական տանդեմը եւ եվրոպական պաշտոնյաները ամեն ինչ անում են։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, եւս մեկ հարց հաշվի առնելով 2026 թվականի ընտրություններն ինչ եք
կարծում նման երևույթները, ձերբակալություններ, քաղաքական հետապնդում շարունակական կլինի։ Նայեք, իրականում մի 2-3 շաբաթ առաջ էր այդ Եվրամիության ներկայացների հայտարարությունը եւ իշխանական падգամավորների, որոնց մեծ մասը վստահ են, որ չեն էլ հասկանում ինչ է նշանակում օրինակ մոլդովական սցենար ձևակերպումը, այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքար, շատ հստակ էր եւ հենց այդ առաջին օրից հայտարարել ենք ու ահազանգել ենք, որ իրականում ժողովրդավարության, այսպես նախկին պաշտպանները աչք են փակելու Հայաստանում բոլոր հակաժողովրդավարական գործողությունների դեմ, քանի որ իրենց համար գործում է արևմտյանը շատ հայտնի թևավոր խոսք է, շանորդի, բայց մեր շանորդ։ Շնորհակալ եմ։ Մենք զրուցում ենք Հայաստան դաշինքի